Սպիտակ տանը մամուլի համար փակ հանդիպման ժամանակ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները խոսել են զենքի, մասնավորապես հեռահար զենքի մատակարարման մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Զելենսկու խոսքով Թրամփի հետ զրույցի մի մասը նվիրված էր նաև հեռահար համակարգերին, սակայն նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Մենք որոշեցինք, որ հիմա չենք խոսելու այդ մասին։ Միացյալ Նահանգները չէր ցանկանա էսկալացիա, ուստի այս թեմայի վերաբերյալ հնարավոր հարցերը կմնան անպատասխան, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նախագահ Թրամփն ինձ հետ կիսվել է ռուսական կողմի հետ իր երկխոսությամբ։ Այդ պատճառով մենք հասկանում ենք Ռուսաստանի բոլոր ազդանշանները։ Դրանք նոր չեն։ Մենք հույս ունենք նախագահ Թրամփի ճնշման վրա այս պատերազմն ավարտելու համար, ասել է Զելենսկին։ Հարցին, թե այս հանդիպումից հետո նա քիչ թե շատ լավատես է Թոմահոք հրթիռների մատակարարման հարցում, Զելենսկին պատասխանել է. «Ես իրատես եմ»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը փորձում է ժամանակ շահել։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։ Հարցին, արդյոք Պուտինը չի փորձում նրանից ժամանակ շահել, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ հաղթել են լավագույններից լավագույնները, բայց ես այդ գործընթացում հմուտ եմ»։ Նրա կարծիքով պատերազմի կարգավորումը կարող է տեղի ունենալ շուտով, եթե կողմերը ճկունություն ցուցաբերեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել ցանկացած ձևաչափով։ Առաջին հերթին կարծում եմ, որ մենք պետք է նստենք եւ խոսենք։ Երկրորդ, մեզ անհրաժեշտ է հրադադար։ Նույնիսկ հիմա դուք տեսնում եք Մերձավոր Արևելքում շատ դժվար է պահպանել հրադադարի ռեժիմը, ասել է նախագահը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ շփվել ցանկացած ձևաչափով, երկկողմ կամ եռակողմ, եթե խոսքը գնում է արդար խաղաղության մասին։ Ամենակարևորը Ուկրաինայի այն մարդկանց համար, ովքեր ամեն օր ենթարկվում են հարձակումների, անվտանգության իսկապես ամուր երաշխիքներ ունենալն է։ ՆԱՏՕ-ն լավագույն տարբերակն է, բայց զենքը շատ կարևոր է։ Մեզ համար, իմ եւ նախագահ Թրամփի միջև անվտանգության երկկողմ երաշխիքները շատ կարևոր են։ Մենք այդ մասին մանրամասն չենք խոսել, բայց սա ամենակարևոր փաստաթուղթն է, քանի որ Միացյալ Նահանգները շատ ուժեղ է, նշել է Զելենսկին։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում քաղաքական մղձավանջ կդառնա Եվրամիության համար։ Այս մասին հայտնել է El País-ը, հղում անելով Եվրամիության պաշտոնյաներին։ Մասնավոր կարգով մի քանի աղբյուրներ խոսում են միության համար քաղաքական մղձավանջի մասին, նշել է պարբերականը։ Բացի այդ, Բուդապեշտի գագաթնաժողովի անցկացումը Եվրամիությունում նվեր են համարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից։ Հաջորդ տարի երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ կարևոր միջազգային հանդիպման կազմակերպումը կարող է մեծացնել հունգարացի առաջնորդի ժողովրդականությունը, որն իր հերթին լարված հարաբերությունների մեջ է ԵՄ ղեկավարության հետ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ հետաքրքիր եւ ջերմ էր, բայց ես նրան ասացի, ինչպես եւ խստորեն խորհուրդ տվեցի նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ գործարք կնքել։ Այս մասին Truth Social սոցցանցում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բավականաչափ արյուն է թափվել։ Սեփականության սահմանները որոշվում են պատերազմով եւ կամքի ուժով։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն, թող պատմությունը դատի։ Ոչ մի կրակոցներ, այլևս ոչ մի մահեր, հսկայական եւ ճնշող ծախսեր։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, բավական է։ Խաղաղությամբ գնացեք տուն ձեր ընտանիքների մոտ, նշել է ԱՄՆ առաջնորդը։